դեմ եմ քվեարկել, հետևաբար կարծում եմ այդ դեմ քվեարկությամբ արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը, որ այն ինչ որ կատարվել է, ժառանգությանը չի բավարարում։ Այսքան բյուջեի կատարողականին։ Ինչ որ դիտարկումներ ունեք, կուզենեք մի քանի կետի եւ այս հարցը երկու անգամ հնչեցրել եմ, որ ռազմաարդյունաբերական եմ էստեղ, դա իրոք այդպես դուք եք համաձայն այդ կարծիքի հետ եւ մեր տնտեսությունը իզորու է խթանելու եւ զարգացնելու ձեր կարծիքով։ Կարծում եմ իհարկե մենք իզորու ենք, որովհետև եթե մենք դիտարկում ենք նախորդ մեր անցած շրջանը, պատմական, խորհրդային տարիների, ապա պետք է ասեմ, որ խորհրդային համակարգում Ռուսաստանի Դաշնությունը թիվ 1-ն է եղել, գիտության ոլորտում, հետո Ուկրաինան է եղել, հետո նոր Հայաստանի Հանրապետությունը, այսինքն իր գիտական պոտենցիալով, բայց երբ մենք համադրում ենք բնակչության քանակությամբ, ապա կարող ենք ասել Հայաստանը առաջի տեղում է գտնվել իր գիտական պոտենցիալով եւ իհարկե ունեցել եմ հանդիպումներ գիտնականների հետ, մասնավորապես ռազմաարդյունաբերական ոլորտի գիտությամբ զբաղվողների հետ, նորարարության ոլորտի եւ այլ, որը շատ կարեւոր է մեր հանրապետության համար, որը հնարավորություն կա զարգացնելու եւ միանշանակ է, որ նրանց բոլորի առաջարկները շուրջ 10 տարի Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, կառավարության կողմից ճիշտ չեն գնահատվել եւ կարող էինք մենք դրանք արդեն ներդրած ունենալ եւ ունենայինք զարգացած ոլորտ ռազմաարդյունաբերության տեսանկյունից եւ ունենայինք այն բացերի արդեն վերացումը, որ այսօր կա մեր պաշտպանական ոլորտում եւ պետք է նշեմ, որ Իսրայելի օրինակը մեր համար իհարկե ուսանելի է, բայց Իսրայելը 2000 թվականից է սկսել այս բարձր տեխնոլոգիաների ոլորտը օգտագործել եւ կիրառել իր ռազմաարդյունաբերության մեջ եւ այսօր փաստորեն նրա կողմից արտադրված այդ դրոններով մենք գրակում են մեր վրա, մինչդեռ մենք կարող ենք ինքներս ունենայինք դրա արտադրությունը եւ ոչ միայն արտադրությամբ մենք մեզ պաշտպանեինք, այլ նաեւ գումար վաստակեինք եւ հետեւաբար կարծում եմ այո շատ կարեւոր է, բայց չգիտեմ այս պայդրությամբ կան նախագծեր էկոնոմիկայի նախարարությունն է դրանք մշակել, բայց որքանով դա կհաջողվի կյանքի կոչել, ես այս բանին չեմ կարող ասել։ Միանշանակ կարող եմ ասել, որ մենք ունենք այդ ներուժը, մենք ունենք հնարավորություն, բայց հնարավորությունը եւ ներուժը պետք է համընկնի մեր իշխանությունների ցանկության հետ, որը այս պահին դեռ ես չեմ կարող ասել, որ համընկնումը կա։ Հակաօդային պաշտպանության հետ կապված դուք ձեր կարծիքը հայտնել եք, սակայն այստեղ էին դրա քաղաքական գործիչներ, ովքեր ասես ինչ էին պնդում։ Հայրիկյանը օրինակ ասում է, Պարոն Հայրիկյանը, որ ՆԱՏՕ-ի դեմ է այդ հոբտաշինքը, Ռուսաստանը իրականում փորձում է հակակշիռ լինել ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ին դեմ գնալը դա ինքնասպանություն է։ Եվ ասում է, որ լիազորությունները տրված են լինելու մեզ, այսինքն կրակեր պաշտպանել, թե ինչ անել, այդտեղ վտանգ առանձնապես չէին տեսնում, սա արդեն Արամ Սարգսյանը ասեց։ Ես այդպես չեմ կարծում, իրականում երբ մենք ուսումնասիրում ենք վերջի տարիների փաստաթղթերը, որոնք կարող ենք ասել պարտադրվել են մեզ Ռուսաստանի Դաշնության կողմից, այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը անընդհատ ցանկանում է հայտարարել, որ ինքը այս տարածքում տեր ու տիրական է եւ երբևիցե չի հեռանալու այս տարածքից։ Սրանք եւ կատարվել են այսպիսի հայտարարություններ թե պաշտոնապես, երբ կարծում եմ հիշում եք բոլորդ, երբ պարոն Պուտինը եկավ Հայաստան, համաձայն միջազգային արարողակարգի, որպես պետական այց նա առաջի հերթին չժամանեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան, այլ իջավ Գյումրի ռուսական ռազմաբազան եւ այնտեղից հայտարարեց, որ իրենք երբեք չեն հեռացել Կովկասից, սա կարելի է թվարկել այդպիսի հայտարարությունների շարքին, որը
իհարկե սահմանափակում է մեր հնարավորությունները եւ ընդհանուր առմամբ ցանկացած ռազմավարական նշանակություն ունեցող իրավունք, իրավասություն մեկ այլ օտար պետության տրամադրելը, դա ուղղակի դավաճանություն է։ Ես կարծում եմ, որ այս համաձայնագրով նման հնարավորություն է ընձեռնում նորից Ռուսաստանի Դաշնությանը եւ մենք մեր իրավունքները զիջում ենք, մինչդեռ սա ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթ է եւ մենք պետք է դա զիջենք մեկ այլ պետության, որը կցանկանա դա անել կամ չանել, մենք չպետք է թողենք մեր պաշտպանությունը այլ պետության ցանկությունների տիրույթում։ Եվ հետո մենք ունենք վառ օրինակներ, դուք գիտեք, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, մինչդեռ ռմբակոծում են Տաուշի շրջանը եւ անցյալ տարի Տաուշի շրջանում մենք ունեցանք խաղաղբնակչության շրջանում զոհեր, կանայք զոհվեցին եւ այստեղ որևիցե արձագանք չեղավ, գնահատականներ չեղան ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից եւ մենք դրանով ենք փորձում նաեւ հիմնավորել, որ մենք ինչու ենք ՀԱՊԿ անդամ եւ որ պետք է ՀԱՊԿ անդամ ենք, որովհետեւ պաշտպանության կարիք ունենք եւ այդ պաշտպանությունը հասանելի է լինելու մեզ։ Մինչդեռ մենք այդ պաշտպանությունը չստացանք եւ գնահատականներ չեղան։ Հաջորդը դուք գիտեք, որ մեր օդային տարածքը Թուրքիայի կողմից խախտվեց, ուղղաթիռները թռան եւ որևիցե արձագանք չեղավ։ Հետեւաբար այսպիսի փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության կողմից գործընկերություն, ուղղակի պատշաճ գործընկերություն, ուղղակի միամտություն կլինի եւ պետք է մենք նաեւ գնահատենք բոլոր վերջի իրադարձությունները։ 5 միլիարդից ավելի զենք հարձակվողական զենք մատակարարել Ադրբեջանին եւ հայտարարությունները պաշտոնապես, որ իրենք շարունակելու են, սա արդեն խախտել է այն հավասարակշռությունը, որը գոյություն ուներ մինչև 2014 թվականը։ Եվ եթե գնահատում ենք 2014 թվականի օգոստոսից սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները մեր արևելյան սահմանում Արցախապատկան տարածքների նկատմամբ եւ ընդհանուր Տաուշի մարզի վրա հարձակումները, որոնք վերածվեցին ապրիլյան պատերազմի։ Եվ այստեղ մենք հասկանում ենք, որ բալանսը, այդ հավասարակշռությունը խախտվել է հենց Ռուսաստանի Դաշնության կողմից եւ խախտումը շարունակվում է։ Երբ անցյալ տարի շուրջ 1 տարի է անցել, ստորագրվեց մի փաստաթուղթ, համաձայն որի իբրև թե Հայաստանի Հանրապետությանը պետք է տրամադրեին 200 միլիոն արտոնյալ վարկ, որի միջոցով մենք պետք է ունենայինք արդեն իսկ սպառազինություններ ժամանակակից, որով պետք է վերականգնվեր այդ խախտված հավասարակշռությունը Ադրբեջանի հետ։ Մինչդեռ տեսնում ենք, որ խախտումը վերացված չէ եւ մենք չգիտենք երբ այսինքն այդ սպառազինությունները արդյոք կտրամադրվեն, իսկ ես համոզմունք ունեմ, որ չեն տրամադրվելու։ Կարծում եմ հիշում եք, որ միակն էի, որ դեմ քվեարկեցի։ Եվ մենք այստեղ պետք է հասկանանք, որ մեր ազգային շահից է բխում ոչ թե միակողմանի քաղաքականություն վարելը, ենք վարել քաղաքականությունը, որը ապաշնոր քաղաքականություն է, այլ ընդհակառակը նախ պետք է մեր սուվերենությունը չզիջենք, այսօր շատ սխալ է, որ մեր սահմանին կանգնած են ռուսական զորքերը։ Դա 92 թվականից սկսած գործընթաց է, որ այսօր վերածվում է այսպիսի փաստաթղթերի։ Եվ մենք ինքներս պետք է մեր ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացները ինքներս պետք է իրականացնենք։ Եվ դրա բառապացույցն է ապրիլյան պատերազմը, երբ մեր 20-ամյա զինվորները իրենց անգին կյանքերով փրկեցին իրավիճակը, երբ մեր քաղաքացիները առանց պաշտոնապես զորակոչ մոբիլիզացիա հայտարարելու գնացին առաջնագից, ունեցանք հազարավոր մարդիկ, ովքեր կամովի իրենց կամքի ներքո առանց պաշտոնական զորակոչի մեկնեցին առաջիկից։ Հետևաբար այս գործառույթները իհարկե մենք պետք է հույսներ դնենք մեր վրա եւ մենք իրականացնենք։
Տիկին Կոստանդյան, ինչպես կբացատրեք ազգային ժողովի շտապողականությունը, որ հոտ պայմանագիրը քննարկվեց հանձնաժողովում, ոնց որ թե առանց սահմանադրական դատարանում քննարկվելու եւ նորից հետ է ուղարկվել այնտեղ եւ արդյոք սա կարող է լինել պայմանը ընդունվելու դեպքում, որ սպառազինությունը 200 միլիոնի նոր տրամադրվի։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության նշանակված իշխանությունները, որոնք ըստ էության իրականացնում են գուբերնատորի եւ այլ գուբերնատորից մխող պաշտոնյաների գործառույթ, նրանք այդքան ինքնուրույնություն ունեին, որ կարողանային այստեղ մեր շահը հետապնդել։ Այդպես չէ, ես այդպես չեմ կարծում, ես կարծում եմ ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը ինքն է դեռ ասել, որ շտապողականություն մի ցուցաբերեք այս հարցում։ Կարծում եմ ոչ թե մեր կողմի նախաձեռնությունն է, այլ Ռուսաստանի Դաշնության, որովհետև եթե հարկ լիներ Ռուսաստանի Դաշնության ասել անմիջապես վավերացրեք, ապա առանց որևիցե կասկածի իրենք կանեին դա։ Այսինքն հենց ռուսական կողմն է շահագրգիռ, որ ինչ-որ հենց երկարաձգվի պրոցեսը։ Ես կարծում եմ ռուսական կողմից է, որ չկա պարտադրանք անմիջապես վավերացնելու։ Շատ լավ, չունեք հարցեր, Խաչանբեր։ Շնորհակալություն։ Եվ մի կուզենայի ես ավելացնել, այսօր բռնադատվածների հիշատակի օրն է, գիտեք դուք, որ 1949 թվականին Հայաստանի Հանրապետությունից այդ ստալինյան բռնաճնշումների եւ հետապնդումների օրոք նաեւ հայ ժողովուրդն է փաստորեն զանգվածային դեպորտացիայի ենթարկվել եւ այսօր այդ հիշատակի օրն է, կարծում եմ բոլորիս համար կարեւոր է, որ մենք հիշենք, դատապարտենք եւ այն ակունքը, որը գոյություն ունի այսօր դեռ Ռուսաստանի Դաշնությունում պատշաճ կերպով գնահատականի չի արժանացել, որի հետևանքով նաև հղում են կատարում ստալինիզմի իբրև թե հերոսության, հետևաբար ես կարծում եմ, որ այն վերջի հայտարարությունները, որը պաշտոնապես արվեցին Ռուսաստանի Դաշնության կողմից Տիկին Զախարովայի շուրթերից, Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված, կարծում եմ սրանք այդ տրամադրություններն են նաև Ռուսաստանի Դաշնությունում, որ նախ իրենք պետք է հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունը դա անկախ պետություն է եւ իրենց գործառույթների մեջ չի մտնում մեր հերոսների վերաբերյալ գնահատականներ տալը, հատկապես այն, որ բացարձակ այդ գնահատականներն կապ չունեն իրականության հետ եւ մասնավորապես նրանք պետք է գնահատական տան իրենց խարանին, որը այսօր գտնվում է Կրեմլի սրտում, դա Լենինն է, որը դեռ հողին հանձնված չէ եւ այդ չարիքի կենտրոնը, որ այսօր գտնվում է Կրեմլի սրտում, որի նաև պատճառով է մեր Հայաստանը այսօր այսքան նաև փոքրացած, որի պատճառով է նաև Հայաստանի հայապատկան տարածքները բաժանվել մի մասը Թուրքիայի, մի մասը Ադրբեջանի, այսօր պետք է իրենք գնահատական տան այդ ամենին, որը հետագայում նաև հանգեցրեց ստալինիզմի։ Առաջինը դա պետք է լինի եւ այսօր հենց այդ օրն է, որը մենք նաև այդպիսի պահանջներ պետք է դնենք։